որ բացում ես գլխուղեղը, ինքը դեղին է, շատ սիրուն է, շատ իր վրա գտնվում են խոշոր երակներ եւ մանր մազանաթներ։ Կենդանի ուղեղը մի տեսակ փայլ ունի։ Դու տեսնում ես ոնց են մարդու աչքերը։ Գլխուղեղը կոպիտ ասած չորանում է։ Պոպոկը ընկույզը ոնց է, չէ՞, այսպես կնճռոտվում։ Այ գլխուղեղն էլ է կնճռոտվում։ Մարդու ամբողջ օրգանիզմը աշխատում է հոսանքով։ Իրականում կոմայի մեջ ոնց որ քնի մեջ։ Եթե քնի մեջ մարդ շրջապատը լսում է, չէ, չի լսում։ Հիշողության ֆայլերը ուղեղում են պահվում։ Հիշողության բջիջներում, այո։ Մեր գլխուղեղն այնքան խելացի է կառուցված, այդ նեյրոնալ կապերը, որ ինքը հասկանում է, որն է անհրաժեշտ։ Դա վերցնում է։ Մտավոր աշխատանք անողների գլխուղեղի պատկերը տարբերվում։ Որքան է կշռում ուղեղը։ Տարբեր մարդկանց մոտ տարբեր, ու այսպես շատ խոշոր սահմաններն ասեմ, 1-ից 2 կիլոգրամ։ Ուղեղի ցնցման ժամանակ ոչ մի անատոմիական փոփոխություն տեղի չի ունենում։ Շատ դժվար է, երբ որ մարդ մահանում է ու դու դա քո միջով անց ես կացնում։ Ամենամեծ շնորհակալությունը դա երբ որ պացիենտ օրինակ կոմայից դուրս է գալիս, աչքերը բացում է ու շնորհակալ աչքերով նայում է քեզ։ Ես մանրամասն իմ ամբողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել եմ գլխուղեղը եւ որքան շատ եմ ուսումնասիրում, այնքան հավատում եմ, որ Աստված գոյություն ունի, որովհետեւ միայն Աստված կարող է այսպիսի կատարյալ ուրեմն կառուցվածք ստեղծել։ Ողջույն։ Այսօր փոխաբերական իմաստով ուղեղը փորձելու ենք տեսնել ներսից։ Իմ զրուցակիցը այսօր նեյրովիրաբույժ է, մարդ, ով գրեթե ամեն օր վիրահատում է ուղեղ։ Ինչ է նա տեսնում եւ ինչ գիտի, ինչի մասին մենք չենք էլ ենթադրում։ Եվ ուրեմն իմ զրուցակիցն է Մարինա Խաչատրյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, մեծ սիրով եմ ընդունել ձեր հրավերը։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Շնորհակալ եմ շատ։ Առիթից օգտվելով, ասում մի օգուտ տամ, ես իմ հետևորդներին հորդորում եմ, խնդրում եմ, որպեսզի բաժանորդագրվեն ձեր YouTube-յան ալիքին եւ հետևել եմ իհարկե, նայել եմ ձեր նախորդ թողարկումները, շատ հետաքրքիր է, իսկ Ամալիա Պապյանը ընդհանրապես շիկ։ Շնորհակալ եմ շատ, Մարինա ջան, ես գիտեմ, որ բոլոր այն պացիենտները, ովքեր ձեզ հետ առնչություն են ունենում եւ հետո որքան երախտապարտ են լինում ձեզ, ես հարազատների մեկնաբանություններն եմ շատ կարդացել, նրանցից ոմանց էլ ճանաչում եմ եւ ձեզ ընդգծում են որպես գեր հոգատար բժշկուհի։ Ցավոք սրտի, ինչպես բոլոր բժիշկները, ես էլ իմ կյանքում մահեր ունեցել եմ, ցավով եմ նշում, բայց այո, փրկած կյանքերը շատ ավելին են, տասնապատիկ, հարյուրապատիկ ավելին են եւ դա ինձ ուժ է տալիս։ Դա բոլոր բժիշկներին է ուժ տալիս։ Ես մեզ զրույցը մի քիչ այլ կերպ էի պատկերացնում, առնվազն սկիզբը, բայց դե եթե այսպես ստացվեց մեզ զրույցը, ինչ է զգում բժիշկը, երբ պացիենտի կյանքը փրկել չի հաջողվում։ Հավանաբար դա խոսքերով նկարագրել հնարավոր չէ։ Յուրաքանչյուր մարդու հետ, դա լինի երեխա, լինի հղի, լինի տարեց, կին թե տղամարդ, դու գնում ես այն աշխարհ, հետ ես գալիս։ Երբեմն էլ հետ գալը շատ դժվար ու ստրեսային է լինում։ Մարդիկ կարծում են, որ հատկապես վիրաբույժների մասին կա այդպիսի տպավորություն, որ վիրաբույժները սառնասիրտ են։ Հաճախ երբ որ քո ուղեղը զբաղված է մարդու այն մանր մոլեկուլյար մակարդակով այդ վիճակը հասկանալով, այդ process-ներով է զբաղված ու հարազատները անկապ ինչ որ հարց են տալիս, այդպիսի մարդու կյանքի մասին է խոսքը, բայց քեզ հարցնում է, իսկ որ արթնանա կխոսի թե չի, կամ ինձ կհիշի թե չի հիշի։ Այ սիրելիս, այ հարգես, այս պահին արի փրկենք, այդպիսի բաները երբեմն գուցե նյարդայնացնում են, բայց մեզ Աստված ուժ է տվել, մենք մեզ կարողանում ենք բռունցքի մեջ պահել, ու հարազատները շատ հաճախ չեն պատկերացնում մեր հոգեվիճակը։ Շատ դժվար է, երբ որ մարդ մահանում է ու դու դա քո միջով անց ես կացնում։ Ես ձեզ հավատացնում եմ, դա վերաբերում է բոլոր բժիշկներին, թերապևտ լինի, գինեկոլոգ լինի, վիրաբույժ լինի, ռեանիմատոլոգ լինի։ Ուղղակի, այո, մի փոքր երևի սառն են երևում դրսից, որովհետև
Եվ են ենք տեսել։ Այսօր մեր երկրում մի շատ վատ պատկերացում կա բժիշկների մասին։ Եկեք այսօր այդ պատկերացում փորձեմ կոտրել։ Մարդիկ մտածում են, որ բժիշկները ինչ որ անդադ փողի մասին են մտածում, պացիենտի կյանքը փրկելու մասին չեն մտածում, այդպես չի։ Մեզ համար ամենակարևորը, տեսեք, ես այդ ամեն ինչ ապրել եմ արդեն 25 տարուց ավել։ Եվ ես իմ գործընկերների անունից եմ ասում, ամենամեծ շնորհակալությունը դա երբ որ պացիենտ օրինակ կոմայից դուրս է գալիս, աչքերը բացում է ու շնորհակալ աչքերով նայում է քեզ։ Երբ որ հետո ինքն ասում է, ես ձեր ձայնն եմ հիշում։ Ես ձեր աչքերն եմ հիշում։ Երեխաների պարագայում, քանի որ ես նաև երկար տարիներ երեխաների հետ եմ աշխատել, երեխաների պարագայում իրենք ոչինչ չեն ասում, պարզապես շնորհակալ հայացքով նայում են քեզ։ Ու դա է ամենամեծ ձեռքբերումը մեր մասնագիտության։ Մայմա, երբ մարդը կոմայի մեջ է լինում, նա լսում է, զգում է, չորս բոլորը ինչ է կատարվում։ Տեսեք, կոման լինում է արհեստական եւ ինքնին կոմա, այսինքն եթե մենք դեղորայքով քնացնում ենք, չէ։ Եթե կոմայից անցնում է դեպի սոպր, այսինքն քիչ-քիչ գիտակցության էլեմենտներ են հայտնվում, կարող է լսել։ Իրականում կոմայի մեջ ոնց որ քնի մեջ, եթե քնի մեջ մարդ շրջապատը լսում է, չի լսում։ Երբեմն այն որ ասում են դեպք է, չէ, պատամ վթար է լինում, բարձրություն ծնկնել, ինչ որ հարված եւ այլն, ու ասում են ինքը այս պահը չի հիշում։ Ես ասում եմ հարգելներս, չի էլ հիշելու, որովհետև այդ պահը նույնն է ոնց որ ինքը քնած լիներ։ Ինքը չի տեսել, չի լսել, հետեւաբար չի էլ հիշելու, եթե մենք քնած ենք ու մեր շուրջ ինչ-որ բան է կատարվում։ Մենք այդ չենք տեսել, դա չենք լսել, ուրեմն չենք էլ հիշելու, որ նման բան է տեղի ունեցել։ Նույնը կոման է։ Կոմայի մեջ եթե առաջանում են գիտակցական էլեմենտներ, այդ դրվագները կարող է հիշել։ Գիտեք, այստեղ մի հետաքրքիր բան կա, որ ասում են սպիտակ լույս վառվեց, գնացինք, չէ՞։ Այ դա բացատրեմ, դա ունի ֆիզիոլոգիական բացատրություն։ Իրականում այդ սպիտակ լույսը մարդը տեսնում է։ Այ դա թթվասնաքաղցի պատճառով է։ Եթե որևէ մեկը իր ակնագնդերին այսպես մի քիչ երկար սեղմի, ելի կտեսնի, որ սպիտակում է տեսադաշտ, փակ ակնագնդին, այսպես երկար սեղմի, որտեղ առաջացնում է թթվասնի քաղց, հիպոքսիա։ Այդ ֆոնին մարդը այդ սպիտակ տեսողական է դաշտը դառնում է սպիտակ։ Այսինքն դա այն ճանապարհը չի, որ մենք գնում ենք դրախտ, այնտեղ խաչմերուկում մեզ ասում են չէ, լավ չես քեզ պահել հետ գնա, այդպեսին չի, այսինքն դա զուտ ֆիզիոլոգիա է, հիպոքսիայի պատճառով է այդպես։ Խոսեցիք հիշողության մասին, մեր հիշողության ֆայլերը ուղեղում են պահվում։ Հիշողության բջիջներում, այո, կան հիշողության բջիջներ, նեյրոններ են էլի, նյարդային բջիջներ են, ընդհանրապես մեր հիշողությունը շատ հետաքրքիր եռամակարդակ, կառուցվածք ունի։ Գիտենք, որ փոքրուց սովորածը, տեսածը մինչև կյանքի վերջ մնում է հիշողության մեջ, ավելի մեծ տարիքում դպրոցում էլ չէ, երեխաներին ասում ենք լավ սովորեք, որովհետև դա է հիշելու։ Արդեն ինչքան մեծանում ենք, այնքան դժվար է նոր գիտելիք ձեռք բերելը, այնքան դժվար է հիշելը, Ուրեմն ոնց է աշխատում է հիշողությունը։ Օրինակ դաս սովորելուց, Կարդում ես դասը մի քանի անգամ, մարդկա մի անգամ է կարդում, շատ ինդիվիդուալ է, որից հետո պետք է գնալ եւ քնել, հանգստանալ, ուղեղին տալ հանգիստ։ Այ ես որ բժշկական սովորում էի, այն որ գիշեր ցերեկս խառնում էր քննությունների ժամանակ։ Այդպես բոլոր բժիշկները ապագա, որովհետեւ կարդում ենք, sense վեր ես կենում, կարդում ես, մի բան մաման բերում է ուտելու, ուտում ես, խմում ես, էլի շարունակում ես կարդալ, ու մեկ էլ քնում ես, նորից վեր ես կենում։ Այդ հյուծելը իրականում չի կարելի, ուղղակի բժշկական այլ տարբերակ չկա, եթե դու ուզում ես սովորել դառնալ նորմալ մասնագետ, իսկ մեր բժշկական պետական բժշկական համալսարանը իրականում շատ բարձր կարգի գիտելիք է տալիս, մինչ այսօր։ Ու ուզես չուզես դու սովորում ես, բայց այդ հյուծելը լավ չի։ Երբ որ դու կարդում ես, դու պետք է ուղղակի հանգիստ տաս։ Դա նշանակում է, որ այն մեր սիրելի ուսանողներն, աշակերտները իրենք պիտի տարվա ընթացքում սովորեն։ Երբ որ չեն սովորում, վերջում գալիս են այդ մի շաբաթը սովորում են, այդ գիտելիքը լավ չի ֆիքսվում, որովհետև ինչ է տեղանում, ցերեկը կարդացիր, գիշերը քնում ես,
քո ուղեղը, գլխուղեղի այդ նեյրոնալ նեյրոնները իրենք վերցնում են, պահում են անհրաժեշտ ինֆորմացիան։ Օրվա ընթացքում չէ՞ որ մենակ գրքով չի ինֆորմացիա։ Լիմիտավորում կա որոշակի լիմիտավորում չի, հակառակը ինքը այնքան խելացի ձևով է կառուցված, որ ինքը անպետք ինֆորմացիան մոռանում է։ Հանում գցում է մի կողմ, հա, օրինակի համար այդ օրը դու ինչ ես կերել, այդ օրը ով հյուր եկավ կամ եթե անհրաժեշտ չի, ով զանգեց, դրանք չես հիշում, հա, կամ որ համարով զանգեցին, դրանք անհրաժեշտ չեն, որովհետև դու պիտի օրինակ սովորացնես ուղեղի անատոմիան, դա է անհրաժեշտ։ Այ մեր գլխուղեղն այնքան խելացի է կառուցված այդ նեյրոնալ կապերը, որ ինքը հասկանում է, որն է անհրաժեշտ, դա վերցնում է։ Հետո երբ որ հաջորդ օրը դու նորից մի հատ անցնում ես քո թեմայի վրայով, էլի զտում է արդեն հաջորդ փուլում արդեն մտցնում է խորը հիշողության մակարդակ եւ այդ գիտելիքը մնում է ամբողջ կյանքի ընթացքում։ Այս առումով ուղեղին կարելի է վստահել ինքը որոշի ինչի հիշի, ինչը ոչ։ Ուզենք չուզենք, այլ տարբերակ չունենք, դա նույնն է, որ հիմա արհեստական ինտելեկտին, որտեղ նա էլ է ուղեղ, հա, նա էլ բավական շատ զարգացած ուղեղ է արհեստական ինտելեկտը ու նա ինքը արդեն որոշում է ինչը հիշի, ինչը չհիշի, ոնց խափի մարդկանց, շատ վտանգավոր ուղեղ է իմիջիայլոց, որը որ ես չգիտեմ, չի հասնի նա մեր ուղեղին առայժմ, թեկուզ եւ էմոցիաների առումով, բայց ինչպես Նոյ Հարարին է գրել, ինքը քաղաքագետ է, ազգությամբ հրյա, մի քիչ էլ ոչ նորմալ սեռական կողմնորոշ, այդ առումով ես իրեն չեմ հավանում, բայց որպես քաղաքագետ աշխարհում խիստ ընդունված եւ գենի մասնագետ է եւ արժի իրեն կարդալ ու սովորել։ Իր 21-րդ դարի 21 դասերը գրքում ինքը նկարագրում է այս բոլոր process-ները եւ նկարագրում է, որ նույնիսկ կգա մի օր ու այդ օրը հեռու չի, որ երբ մենք կմտնենք սենյակ, արհեստական ինտելեկտը մեր տրամադրությունը կզգա, որովհետև այդ տրամադրության պատճառով մենք ինչ որ նյութեր ենք արտազատում, հա, տխուր ես, կոնկրետ նյութեր ես արտազատում։ Արհեստական ինտելեկտը այդ նյութերը օդից կբռնի, կզգա դու ինչ տրամադրություն ես, ու այդ պահին քեզ անհրաժեշտ երաժշտությունը կմիացնի, որ դու հանգստանաս կամ բարկացած ես, ուրիշ նյութեր են արտադրվում, դա ընկալի։ Մենք շատ հաճախ մեկս մյուսի հետ շփման ժամանակ կարող է այդ տրամադրության փոփոխությունները նկատենք կամ չնկատենք։ Իսկ արհեստական ինտելեկտը այդ նյութերը կլանելով, այդ աստիճան կզարգանա եւ դա խիստ վտանգավոր է իմիջիայլոց։ Վերադառնալով մեր օրեր։ Այո։ Հնարավոր է մարզել ուղեղը նույն հիշողության առումով։ Մարդը ուզում է սովորել նոր լեզու, 40-ն անց է, ուղեղը կարծես թե կարծրացել է, իդեպ սրա մասին էլ, ինչպես մարզել ուղեղը, թե սկսել սովորել եւ հենց դա է ուղեղի համար մարզանք։ Մարզել ուղեղը հնարավոր է, ինչքան երիտասարդ, այնքան հեշտ։ Հիմա անցնենք նկարագրությունների։ Կարծրանում են ուղեղը սնող անոթների պատերը, ու զարկերակների պատերը։ Երակների պատերը այդպես չեն փոփոխվում, ինչու, որովհետև երակներում չկան մկաններ։ Մկաններ կան զարկերակներում։ Եվ հիմնականում այդ ներսի երկու շերտերի արանքում այդ խոլեստերինն է կուտակվում, հա, վատ խոլեստերին է ժողովուրդը ասում, դա ցածրխտության լիպոպրոտեինները կուտակվում են, այդտեղ հետո կրակալվում են, քարանում են, այ դա իրոք, ոնց որ հեռացնես մաքուր քարը, խփում ես, կտկտում է։ Հիմա դա անոթներն են կարծեմ, զարկերակները։ Գլխուղեղը կոպիտ ասած չորանում է։ Պոպոկը ընկույզը ոնց է, չէ, այսպես կնճռոտվում։ Այդ գլխուղեղն է կնճռոտվում։ Երբ որ դա մենք շատ լավ տեսնում ենք ԿՏ, MRT նկարների վրա, երբ որ պիտի ուղեղի շուրջ միշտ հեղուկ կա, որովհետև եթե մեր ուղեղի շուրջ հեղուկ չլինի ու ողն ուղեղի շուրջ, մենք մի փոքր գլուխը թեքենք, ուղեղը կզարկվի ոսկրին, գանգոսկրին, ու կստանանք ուղեղի ցնցում, մարմնազեղում եւ այլն եւ այլն։ Այդ ուղեղը ինքը ամորտիզացիան, պահում, պաշտպանում է, հեղուկը, ուղեղին պաշտպանում է։ Հիմա, երբ որ մենք ԿՏ կամ MRT-ի վրա տեսնում ենք այդ հեղուկը շատացել է, ուղեղը այսպես կնճռոտվել է, հա, դա արդեն ուղեղի կնճռոտումն է։ Տարիքային դա կարող է լինել, դա լինում է թմրանյութերի ազդեցությունից, դա լինում է ալկոհոլի չարաշահումից, դա լինում է ծխախոտից,
հա, երկարատև երբ որ ծխում է, ու ծխախոտը առավելապես անոթների վրա է ազդում, ու այդպես ուղեղը գնալով եւ լինում է տարիքային իհարկե, ասենք 90 տարեկան մարդու գլխուղեղը հաստատ 20 տարեկան երեխայի գլխուղեղի նման չի, հա, 20 տարեկան, հետո շատ հետաքրքիր է MRT-ի ու ԿՏ-ի վրա դու նաև տեսնում ես մարդը մտավոր աշխատանք է կատարում, թե ֆիզիկական մտավոր աշխատանքի paragam այդ հեղուկի շերտը մի փոքր ավելի շատ է, քան եթե անում են ֆիզիկական աշխատանք։ Դա իմ հայրիկից եմ սովորել, ինքն է սովորել, ու ես որքան այս 20 քանի տարվա մեջ հետևում եմ, այո, դա իրոք այդպես է։ Մտավոր աշխատանք անողների գլխուղեղի պատկերը տարբերվում է։ Մի քիչ մեզ կնկարագրեք ուղեղը ներսից։ Դուք ուղեղը ներսից եք տեսել։ Ինչ տեսք ունի նա իրականում, մենք ասում ենք մոխրագույն զանգված, ինչ գույն ունի, ինչ քաշ ունի, ինչ պինդ է, կարծր է, թե հեղեղուկ է։ Դե ոչ ճիշտն ասեմ, ոչ թե ուղեղը ներսից եմ տեսել, հենց կակրած դրսից եմ տեսել, հա, այսպես բացել դրսից տեսել։ Շատ եմ իհարկե, այդ իմ աշխատանքն է, ոնց որ ամեն մեկն իր աշխատանքի ընթացքում, օրվա ընթացքում շփվում է, դե ես էլ կամ գլխուղեղի կամ ողնաշարի ողնուղեղի հետ եմ շփվում։ Գլխուղեղը դեղնավուն է, նորմալ, որովհետև եթե ունենք խնդիր, արյունազեղում, տրավմաներ, հազար ու մի պաթոլոգիաներ, ուռուցք, հա, այտուց փոփոխվում է։ Նորմալ գլխուղեղը դեղնավուն է։ Ինքը մոխրագույն չի, մոխրագույն է իր վրա գտնվող թաղանթը, ուղեղի կարծր թաղանթը։ Այն նա մոխրագույն է, չնայած երբ որ մի քիչ գլխուղեղը տակից թափանցում է, երբ որ դու բացում ես, դու տեսնում ես գլխուղեղի շողքը, տակից տեսնում ես գլխուղեղը, դա թաղանթն է թափանցիկ, բայց լիարժեք է ցելոֆանի նման թափանցիկ չի, մոխրագույն գույն ունի։ Այ երբ որ բացում ես գլխուղեղը, ինքը դեղին է, շատ սիրուն է, շատ։ Իր վրա գտնվում են խոշոր երակներ եւ մանր մազանաթներ։ Կառուցվածքը չէ, ինքը կարծր չի, ինքը հեղեղուկ էլ չի, ինքը փափուկ է, ոնց որ ժելեի նման էլ չի, սուֆլեից մի քիչ պինդ։ Լավ եմ նկարում։ Չնայած շատերը երևի կենդանիների ուղեղ տեսած կլինեն, կենդանիների ուղեղը մի փոքրիկ ավելի պնդոտ է։ Հա, մուքել է, պնդոտել է, բայց այդ փափուկ է, չէ՞ ամեն դեպքում։ Ուղեղը մի քիչ մենք նմանեցնում ենք նաև ճարպային հյուսվածքին, բայց ճարպն էլ որովհետեւ այսպես խոշոր բջիջներ են, իսկ գլխուղեղը այդպես չի։ Եվ հետաքրքիրն ինչ է, դե գիտենք մենք, կա գլխուղեղի կեղև եւ կա ենթակեղև։ Կեղևում կորիզներն են գտնվում, բջիջներն են, նեյրոններն են գտնվում, բջիջներ են, հա, նեյրոնները։ Իսկ ենթակեղևում են ճանապարհներն են, նյարդաթելերն են, աքսոններ են կոչվում իրենք, որ ամեն տեղից ստանում են տարբեր տեղեր, կապում են իրար գլխուղեղից դեպի ողնուղեղ, աջից ձախ, տարբեր բլթերի իրար հետ, հա։ Եվ երբ որ դու անհրաժեշտ է օրինակ կեղևի այդ մասը հեռացնես, բնական է ներսում գույնը ավելի փոխվում է, ավելի բաց գույնի է ենթակեղևը։ Երբ մենք ասում ենք ուղեղի ցնցում, սա ինչ է, բջիջներն են մահանում, ցնցվում են, ինչ է տեղի ունենում ուղեղում։ Ուղեղի ցնցման ժամանակ ոչ մի անատոմիական փոփոխություն տեղի չի ունենում։ Ուղեղի ցնցման ժամանակ այդ հեղուկը, որ ասում եմ, գտնվում է գլխուղեղի շուրջ, իր տատանումներ են տեղի ունենում եւ գիտեք, գուցե շատ ես պրոֆեսոր Ֆանարջյանից եմ այսպես առաջին անգամ լսել, շատ լավ բացատրություն է, նեյրովիրաբույժ եւ իմ շատ լավ ընկեր ու շատ լավ բացատրություն տվեց, ինչու են, չէ, հետ տալիս ուղեղի ցնցման ժամանակ։ Այո, բզխումներ են լինում գլխապտույտ։ Այո, ինչու։ Սա բացարձակապես գլխուղեղի հետ կապ չունեցող բան է։ Տեսեք, գլխուղեղի այդ հեղուկը շուրջը գտնվող լիկվոր է կոչվում, այդ հեղուկը ուղիղ կապ ունի միջին ականջում, գիտենք, չէ, այնտեղ խխունջիկ կա։ Հա, մեր լսողության կենտրոնն է։ Իսկ խխունջիկը հավասարակշռության կենտրոնը։ Հա, այս խխունջիկը ապրեք, վեստիբուլար ապարատն է։ Այս խխունջիկը 3 կիսաբոլոր խողովակ ունի, չէ՞ նշանակում կիսաբոլոր, այսպես են իրենք, այս մեկը ու ինչու են իրենք 3, իրենք 3D X, Y, Z, այսպես տարածական բան դասավորություն ունեն իրար նկատմամբ։ Պատկերացեցիք, չէ՞։ Այս մեկը սենց է, այս էլ այսպես է։ Ու իրանց մեջով անցնում է հեղուկ։ Այդ հեղուկը ինքը ուղիղ կապ ունի գանգուղեղային հեղուկի հետ։ Եվ երբ որ հարված է լինում այդ գանգուղեղային հեղուկի տատանումները,
փոխանցվում են այդ լիմֆային, այդ կիսաբոլոր խողովակների հեղուկին ու մենք ունենում ենք հավասարակշռության խանգարում։ Դրա համար մենք մի պրեպարատ ենք նշանակում, որ այդ հեղուկի արտադրությունն է պակասացնում, որպեսզի հանգստանան այդ կիսաբոլոր խողովակները։ Այսինքն ԿՏ-ի կամ ինչ-որ հնարավոր չէ։ Եթե ԿՏ-ով կամ MRT-ով մի բան երևում է, ուրեմն գլխուղեղի սալջարդ է, այսինքն ուղեղի ցնցումից ավելի ծանր։ Որքան է կշռում ուղեղը։ Տարբեր մարդկանց մոտ տարբեր, նույն այսպես շատ խոշոր սահմաններն ասեմ, 1-ից 2 կիլոգրամ, բնական է երեխաների մոտ ավելի քիչ։ Մենք խոսում ենք հասուն մարդկանց մասին։ Մեծանում է ուղեղը, անպայման մեծանում է, զարգանում է, հա, գանգի չափերն են մեծանում, փոքրիկի եւ բնական է կարծրանում է գանգը։ Տարբեր հիվանդություններ կան, օրինակ, որ գանգը ավելի շուտ է պնդանում, գաղթում, հա, շուտ է փակվում։ Եվ ուղեղը մեծանալու տեղ չունի, միկրոցեֆալիա, կրանիոստենոզ, այդպիսի հիվանդություններ կան։ Եվ այդ ժամանակ ստիպված գնում ես եւ վիրահատում ես, բացում ես, հատուկ այդպիսի ձև կա։ Մեզ մոտ այդքան չեն անում։ Ես երբ որ Գերմանիայում էի սովորում էի, աշխատում էի, այնտեղ անում էինք, էլի հատուկեն դեպքեր էին, եւ ինքը շատ տրավմատիկ, բայց շատ սիրուն վիրահատել։ Ես իմ գործը շատ եմ սիրում, ինքան գեղարվեստական գործ է։ Այնպես որ ասեմ, սիրուն, խնդրում եմ մարդիկ ճիշտ հասկացեք, էլ ես մանյակ չեմ։ Մայն այնքան հարցեր ունեմ։ Ուղեղի չափսը, ուղեղ համեմատական է նրա խելացի լինելու հետ, եւ գլխի չափսը արդյոք ենթադրում է ուղեղի ծավալ։ Բնականաբար ոչ, օրինակ նույն Էյնշտեյնի ուղեղը 1 կիլոգրամ 230 գրամ է կշռել, իսկ աշխարհում ամենամեծ ուղեղը կշռել է 2 կիլոգրամ 2 քանիս, եւ այդ ուղեղը եղել է ախտորոշված իմբեցիլ մարդու գլխուղեղ։ Սա մեկ, այսինքն կապ չունի ծավալը, կապ ունի, թե գլխուղեղը ինչպես է զարգանում, որքան տոկոսն է զարգանում, որքան տոկոսն է մարդ զարգացնում, եւ իհարկե նաեւ մարդիկ կան, ովքեր վունդերկինդները, գենիները, ովքեր որ հենց այդպես իրանք զարգացած է եւ պարզապես մի փոքր օգնում են զարգացումին։ Իմիջիայլոց հանճարները ունենում են նաեւ տարօրինակություններ։ Ունենում են տարբեր հիվանդություններ, օրինակ Նապոլեոնը տառապել է էպիլեպսիայով, հասկանում եք, անունը ես չեմ հիշում այդ երիտասարդ կա ազգությամբ ռուս, ով մտքում, չգիտեմ, 20-30 նշանոց թվեր է բազմապատկում, բայց այդ մարդը ինֆանտիլ է։ Ես անձամբ տեսել եմ իրեն, այ հանճարները իրենք ունենում են որոշակի խնդիրներ։ Բայց այդ էլ դնենք մի կողմ, ծավալ, գլխի չափսերը։ Կա հիվանդություն կոչվում է հիդրոցեֆալիա, այսինքն երբ որ այդ հեղուկը, որ ես նկարագրում եմ, ինքը ոչ միայն ուղեղի շուրջ է, ինքը նաև ուղեղի մեջ է, ուղեղի մեջ այսպես կոչվում են փորոքներ։ Ինքը բոլորիս մոտ կա, այ ժողովուրդը լսած կլինի, որ մենք մեջքից ֆունկցիա ենք անում, հեղուկ ենք, չէ՞ հանում։ Այդ հեղուկը այդ փորոքներում արտադրվում է, գալիս այնտեղ 4 փորոք ունենք, էլի, գալիս է, տարածվում է ուղեղի շուրջ եւ իջնում է ողնուղեղ։ Դրա համար գլխուղեղի այդ հեղուկի, բորբոքում լինի, արյան զեղում լինի, տարբեր հիվանդությունների ախտորոշման համար մենք մեջքից ենք ֆունկցիա անում։ Պատկերացեցի եւ դա վտանգավոր չի, ու կան իհարկե հակացություններ, բայց այդպես խնդիր չի։ Հա, եւ հիդրոցեֆալիայի ժամանակ հիդրոցեֆալիան հիվանդություն է, որը բերում է լուրջ հապաղման զարգացումը, դանդաղում է, խնդիրներ են ունենում այդ մարդիկ։ Եթե այսպես դասակարգեինք ըստ կարևորության մարդու օրգանները, ուղեղը որտեղ է գտնվում։ Առաջին, միանշանակ։ Գիտեք, կա նյարդաբան Բեղցերևան, ինքը Բեղցերևի աղջիկն է, աշխարհահռչակ նյարդաբան է, չգիտեմ, մարդիկ կճանաչեն թե ոչ, եւ շատ գիտական աշխատանքներ ունի, իր գրքերից մեկի վերջում ինքն գրել է. Ես մանրամասն իմ ամբողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել եմ գլխուղեղը եւ որքան շատ եմ ուսումնասիրում, այնքան հավատում եմ, որ Աստված գոյություն ունի, որովհետեւ միայն Աստված կարող է այսպիսի կատարյալ, ուրեմն կառուցվածք ստեղծել։ Մեր ամբողջ մարմինը ղեկավարում է ուղեղը։ Ինչպես է այս process-ը այնտեղ տեղի ունենում, ինչպես է ուղեղը ընկալում այդ ինֆորմացիան, զուտ ֆիզիկապես ինչ է այնտեղ տեղի ունենում եւ ինչպես է տալիս այդ հրահանգը, չգիտեմ, ձեռքդ բարձրացրու։
մարդու ամբողջ օրգանիզմը աշխատում է հոսանքով։ Այ պարզ օրինակ բերեմ, բոլորը կհասկանան, հա։ EKG անում ենք էլեկտրոսրտագրություն, գրանցում ենք սրտի էլեկտրական գիրը։ Անում ենք EEG, որ շլեմ են հագցնում, հա։ Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա, էնցեֆալոն ուղեղ, հա, այսինքն ուղեղի էլեկտրական գիր, հոսանքն ենք էլի։ Մկանները էլեկտրո, նեյրո, միոգրաֆիա, միոն, մկանը, նեյրոն արդեն հասկանում եք։ Էլեկտրո, այսինքն հոսանքն են գրանցում նաև մկաներից ու նյարդերից։ Մեր ամբողջ օրգանիզմը ու պատահական չի, որ վաղուց եկել է այն արտահայտությունը, որ էներգիա չունեն։ Հա, հոսանքներից ոնց որ նստածն են։ Մենք ամբողջությամբ ոնց որ մի բատարեի կանենք, ուրիշ բան, թե որտեղ է արտադրվում այդ էներգիան։ Օրինակ կա տեսություն, հենց իմ հայրիկի հիպոթեզն է, որ դա արտադրվում է մկաններում։ Հա, կա որ ենթակեղևում է արտադրվում։ Այդ հոսանքը օրինակ սիրտը ունի իր փոքրիկ գեներատորը։ Սիրտը ամբողջ, տեսեք, կարող մարդ կոմայի մեջ գտնվի, չշնչի, բայց սիրտը ինքն իրեն հոսանք է արտադրում եւ աշխատացնում է։ Դրա համար ուղեղի մահը իհարկե համարվում է մարդու մահ, բայց մենք հայերս, կոնկրետ մենք, մարդուն համարում ենք մահացած եւ կանգնում է սիրտը։ Սա ինչու եմ ասում։ Տեսեք, գոյություն ունի օրգանների փոխպատվաստման այդպես հրամաններ եւ այլն, չէ, փոխպատվաստում։ Օրինակ սիրտը ո՞նց են փոխպատվաստում։ Կանգնած սիրտը չեն կարող փոխպատվաստեն, բայց կենդանի մարդուց էլ չեն կարող անել սիրտը։ Դրա համար մտածել են ու իրականում դա այդպես էլ է, որ օրինակ վթարից տուժել է, սիրտը առողջ է, աշխատում է, բայց գլխուղեղի գիրը այդ այդ որ ասում շլեմ են հագցնում, հա, էլեկտրոէնցեֆալոգրաֆիան գիծ է տալիս, որևէ հոսանք չի անցնում, համարում են, որ մարդը մահացել է, սիրտը վերցնում են, տանում են ուրիշին փոխպատվաստում։ Օրինակ, հա։ Ուղեղի վերակենդանացման դեպքեր պատմությունը մարդկության ճանաչում։ Ուղեղի վերակենդանացում արտահայտություն մի քիչ ինքնին սխալ է, չէ, այդպիսի բան գոյություն չունի։ Ուրիշ բան, որ միշտ լինում են հրաշքներ։ Միշտ են լինում։ Եվ երբ որ ինձ հարցնում են ինչ եք կարծում կապրի, ես միշտ ասում եմ, հարգելի, ասենք, հարազատ, հա, հիվանդատեր, կա 0.01% շանս։ Ես պայքարելու եմ այդ շանսի համար։ Մեր ամբողջ թիմը պայքարելու է շանսի համար։ Դու եթե միանաս մեզ, մենք կդառնանք 3-ով։ Եթե որտեղ պացիենտը անգիտակից է չի կարող միանալ։ Եթե չմիանաս մենք էլի 2-ով, հա, ես եւ իմ գործընկերները կռվելու ենք, պայքարելու ենք ընդդեմ մահվան։ Ու սա շատ կարևոր է, որ մարդ հասկանա ու լինում են հրաշքներ։ Ես իմ կյանքում շատ եմ տեսել, որ մտածում ես վերջ, էս ինչ եղավ, գնում ես այնտեղ մատներդ ես, եղուններդ ես կրծում, չգիտեմ, հա, շրթունքներդ ես կրծում, տնից զանգում են, ասում ես ինձ մի զանգե կամ չես պատասխանում, որտեվ այդ պահին խիստ լարված վիճակում ես, ու մեկ էլ հրաշք։ Եվ իհարկե լինում է նաև հակառակը։ Ես նորից եմ կրկնում իմ մասնակցություն ցավոք սրտի կյանքերի հետ է կապված եւ վերևում Աստված է, ներքևում մեզ ինձ զորություն տվել է, դրանով էլ աշխատում ենք, միշտ չի որ ստացվում է, բայց ուրախալին նա է, որտեղ գիտությունն էլ առաջ է գնում, լավ դեպքերը, փրկված կյանքերը շատ ավելին են։ Երբ սիրտը կծկվում է, աշխատում է, պատկերավոր ես դա պատկերացնում եմ, տեսել եմ, երբ կանգնում է, ես հասկանում եմ, որ մահացավ, կանգնեց, այդ շարժումը չկա։ Երբ մահանում է ուղեղը, ինչ գործողություն է, որ դադարում է տեղի ունենալ եւ վիզուալ դա երևում է։ Իսկ եթե ավելի համառոտ հարցես, կենդանի եւ այլևս մահացած ուղեղների վիզուալ տարբերությունը սկզբնական մի քանի վայրկյանների ընթացքում։ Տեսեք, գույների տարբերություն կա հստակ, հետո էլաստիկության, փայլի տարբերություն, հա, առողջ ուղեղը կամ թեկուզ ոչ առողջ, բայց կենդանի ուղեղը մի տեսակ փայլ ունի։ Դու տեսնում ես ոնց են մարդու աչքերը։ Մարդու աչքերն են, չէ, կենդանի մարդու աչքերը փայլում են։ Հենց տեսնում ես, որ աչքերը խամրեցին, այսպես այդ թաղանթը պղտորվեց, փառի նման դարձավ, ուրեմն հասկանում ես, որ մարդ մահանում է։ Նույնը գլխուղեղն է, այսպես ոնց որ խամրի։ Դա նաև պայմանավորված է նրանով, որ կենդանի ուղեղը արյուն է ստանում, հա, իսկ մահացած ուղեղը էլ արյուն չի ստանում։ Արյան հոսք չկա, եւ ի վերջո կենդանի ուղեղը պուլսացնում է, որովհետեւ զարկերի հետ, հա, զարկերակով արյունը տալիս է, ուղեղը բարձրանում է իջնում, այսինքն դու տեսնում ես գլխուղեղի պուլսացիան։ Երբ որ վիրահատում ենք, մենք
բացում ենք, չէ, ասենք, որ ոնց ենք հասկանում, շանս ունի պացիենտը, թե չունի այդ ուղեղի պուլսացիա։ Այն որ բոլորը sense մատներս խաչ են կանում, աղոթում ենք, ասում ենք Աստված ջան, թող պուլսացիա լինի։ Մի փոքրիկ անգամ պուլսացիա լինում, բոլորս ուրախանում ենք, որ պուլսացիա կա, շանս կա, հա։ Իհարկե որ պուլսացիա չի լինում, դե կոպիտ այդ ժողովրդի լեզու ասած դիլխոր, տխուր, բայց չէ, միշտ պայքարում ենք, միշտ արժի պայքարել, որովհետև եթե չպայքարեցիր, ոչինչ չի ստացվի։ Որ պայքարեցիր բոլոր սֆերաներում է այդպես, հատկապես բժշկության մեջ։ Մարինա, ուղեղի վիրահատությունները միշտ նույն կերպ են արվում անկախ խնդրից, այսպես լավ նկարագրում եք, շատ գունեղ, այսպես ասում եք, բացեցինք, վերևից նայեցինք, միշտ է կարիք լինում այդպիսի միջամտության։ Չէ, գլխուղեղի բազմաթիվ վիրահատություններ կան, բազմատեսակ։ Օրինակ ես խիստ մասնագիտացված եմ նաև ներանոթային վիրահատությունների մեջ, երբ որ մարդիկ լսած կլինեն, որ սիրտը զոնդավորում են, հա, այսինքն այստեղ զարկերակի մեջ փոքրիկ այսպես գործիք ենք դնում, կաթետրից մի քիչ ավելի խոշոր, բարձրանում ենք զարկերակի միջով, մտնում ենք աորտա, սրտի ժամանակ իրենք մտնում են սրտի կորոնար զարկերակներն են զոնդավորում, եթե անհրաժեշտ է ստենտ են։ Դե ուղեղի համար մենք պտտվում ենք, բարձրանում ենք գլխուղեղի զարկերակներ, այդպես հեշտ եմ նկարագրում, բայց իհարկե ինքը տեխնիկա է պահանջում, փորձ է պահանջում, հա, եւ դրանք շատ բարակ կաթետրներ են։ Եվ օրինակ ինչ վիրահատություններ կարող են լինել ուղեղի անոթների պարկ կոչվում է անևրիզմա, այսպես լայնացումներ մենք գնում ենք, փակում ենք մեջից, ստենտեր ենք դնում, եթե կան նեղացումներ, բացում ենք ստենտերով, մալֆորմացիաներ են լինում, հատուկ սոսինձներ կան, դրանով ենք փակում։ Եթե երակների օրինակ խցանում են, տղել կարելի է ստենտ դնել, անցած տարի Ամերիկայում էի վերապատրաստման եւ հիմա նույնիսկ լինում է հիպոֆիզի փոքրիկ ուռուցքների ժամանակ, որ MRT-ով նույնիսկ չի երևում, բայց տալիս է հորմոնալ խնդիրներ, իրեն գնում են հիպոֆիզի կողքի այդպես սինուսներ կան, այդտեղից արյուն են վերցնում, շատ հետաքրքիր է եւ այդպես ուղարկում են հատուկ անալիզի, նույն մեր մոտ մենք առայժմ այդ չունենք, ոչ թե մենք չենք կարող մտնել, այլ այդ անալիզները չկան, դե իրենք 5 րոպե տարբերությամբ այդպես հստակ վերցնում են, ուղարկում են ու հասկանում են, որ կողմում է ուռուցքը, որը որ MRT-ով կարող է չերևալ։ Այսինքն ուղեղի վիրահատություն հնարավոր է իրականացնել միջամտելով ձեռքի կամ ոտքի միջոցով։ Կամ ոտքի զարկերակից։ Հաջորդը, գիտեք, քթի միջով կարելի է գնալ եւ հեռացնել հիպոֆիզի ուռուցք, տրանսնազալ է կոչվում։ Բնական է գլխուղեղին հասնելու համար գանգը պետք է բացել եւ կախված նրանց խնդիրը որ մասում է, այդ մասի գանգոսկրն ենք հեռացնում։ Կարող ենք գանգոսկրը այսպես կտրել սղոցով հեռացնել, հետո տեղը դնել, բայց լինում են դեպքեր, օրինակ եթե կոտրված է, հա, կրծելով այսպես բացում ես, հեռացնես կրծիչներով, հա, եւ հետագայում եթե անհրաժեշտ է լինում, պլաստիկա ենք անում կամ պրոտակրիլով, հիմա շատ տիտան ենք օգտագործում, հա, լինում է որ օրինակ հեռացնում ենք ոսկրը, հա, այդ պահին չի կարելի դնել, որովհետև ներգանգային ճնշումը բարձր է։ Հիմա այդպիսի բան չենք անում, բայց մի ժամանակ փորի ճարպի մեջ էինք տեղադրում, որ ոչ թե ուղարկում էինք սառեցնելու կամ հատուկ պայմաններում, այլ մարդը իր ոսկորով, իր օրգանն է, իր մարմնի մասն է, այսպես ճարպի մեջ ոսկրը մնում էր, մինչև պետք է ժամանակը գալիս էր հեռացվում։ Որքան ժամանակ կարող է այդպես ինքը։ Կարող է միշտ մնալ, բայց մենք կրանիոպլաստիկան այդ վիրահատությունը անում ենք 3-ից 6 ամսվա ընթացքում։ Ու հազվադեպ 1 տարի է ձգվում, ինչ-ինչ պատճառներից։ Լինում է վիրահատությունը, օրինակ շունտավորման վիրահատությունը։ Սա հիդրոցեֆալիաների ժամանակ է, որ այդ փորոքների հեղուկը շատանում է, ներսից խեղդում է, դրսից գանգի ոսկրն է, չես կարող ոչինչ անել, դա փորձ չի էլի, որ ինչքան լցվի տեղ լինի, հա։ Ու ներսից այդ հեղուկը խեղդում է։ Ինչ պիտի անենք։ Պիտի միտեղ տանենք, չէ՞, այդ հեղուկը։ Եթե դնենք արտաքին դրենաժ, այսինքն ուղեղի միջով, այսպես փոքրիկ անցք ենք անում գանգի վրա, եւ ուղեղի հյուսվածքի միջով մտնում ենք փորոքի մեջ։ Եթե դա բորբոքված հեղուկ է կամ արյունոտ հեղուկ է, բնական է դա պետք է դուրս բերել։ Կոչվում է արտաքին դրենավորում։
փոկրում, հա, դուրս ենք բերում, ռեզերվուարին միացնում ենք, այդպես դատարկվում է։ Չպատմեմ։ Ես շատ պատկերավոր տեսնում եմ այդ ամեն ինչը, ենթադրում եմ մեր հետևորդների շարքերում են նյարդերից թույլ մարդիկ կան։ Այնքան լավ իրատություն եւ կյանքա փրկում ամենակարևորը։ Երկրորդ պարագայում այդպես վախենալու չպատմեմ, մաշկի տակով էսպես բերում են, եթե հեղուկը մաքուր է։ Եվ մտցնում ենք փորի մեջ։ Մի ժամանակ սրտի մեջ էին մտցնում, միզածորանի մեջ էին մտցնում, բայց ամենալավը փորի որը վայնամզի միզն էլ հատվում է, մտցում է այնտեղ ու այդ հեղուկը Նման վիրահատությունները ինսուլտի պարագայում եք իրականացնում, թե վթարներ եւ այլն։ Չէ, այդ վիրահատությունները տարբեր տեսակի հիդրոցեֆալիաների դեպքում օրինակ կարող է ուռուցքի պատճառով լինի, կարող է նախկինում տարած բորբոքման կամ արյունազեղման պատճառով լինի։ Չէ, ինսուլտի ժամանակ շատ լավ վիրահատություն օրինակամի, եթե շատ կարևոր է ստրոկ ծրագիրը։ Այդ ծրագիրը իմ եղբոր նախաձեռնություններից էր, ցավոք սրտի ինքը չհասցրեց այդ ներդնի Հայաստանում մեկնեց ԱՄՆ, բայց Փառք Աստծո ներդրվեց այդ ծրագիրը, երբ որ առաջին 4.5 ժամվա ընթացքում եթե հասցնում են, զարկերակի միջով գնում են, տրոմբը հանում են, եթե տրոմբ է փակել զարկերակը ուղեղը սնուցով, տրոմբեկտոմիա են անում, մինչև տրոմբեկտոմիան դեպքեր կան, որ հատուկ դեղ ենք սրսկում, տարբեր մոտեցումներ կան, այսինքն երբեք չկա, այսպես որ դու ասես, «Всё, էս է արվում ու վերջ»։ Այդպիսի բան չկա, դու միշտ որոշում ես ինդիվիդուալ, այո։ Անցնենք ուղեղի հետ կապված մի քիչ ավելի ռոմանտիկ հարցերի։ Եկեք։ Մենք ֆիզիոլոգիան պատկերացրեցինք որոշ չափով ուղեղի, իսկ մեր զգացմունքները, ապրումները ուղեղի վրա արտացոլվում են, թե ոչ։ Տեսեք, հայտնի է, որ ձախ կիսագունդը պատասխանատու է մտավոր ունակությունների, աջ կիսագունդը ավելի շատ էմոցիաների համար, հա, եւ կանայք ավելի շատ էմոցիոնալ են, մեր աջ կիսագունդն է, կա, այդտեղ կա ճշմարտություն, հա, բայց շատ հետաքրքիր հետազոտություն է արվել Ռուսաստանում, ապացուցել են, որ երբ որ երեխան ծնվում է, իր գաղթունի շրջանում 3 տեսակի ուրեմն իզոտոպների ռադիացիա է տեղի ունենում։ Դա գրանցել են ու հետո մի քանի ժամվա ընթացքում այդ ճառագայթային այդ process-ը էլ չի գրանցվում։ Եվ այն երեխաները, ովքեր պիտի մահանան կամ մահացած են ծնվում, այդ ռադիացիան, այդ ճառագայթումը չի գրանցվում։ Ու իրենք ասում են հավանաբար այդտեղով այդ պահին մտնում է հոգին, հա։ Ինչ են էմոցիաները, հա։ Էմոցիաները իրենք արդեն էլ հոսանք չեն։ Մինչև այսօր դեռ պարզ չի ինչ են էմոցիաները, որովհետև գիտենք կան էմոցիոնալ մարդիկ, կան քիչ էմոցիոնալ մարդիկ, կանայք էմոցիոնալ են եւ էմոցիոնալ են հատկապես որոշ հորմոնալ փոփոխությունների փուլում, հղիության ժամանակ, հա, այնտեղ դաշտանից առաջ, այդ ընթացքում, այսինքն մենք կարող ենք հասկանալ, որ էմոցիաները նաեւ կապ ունեն հորմոնալ համակարգի հետ։ Իսկ հորմոնալ գլխավոր կենտրոնը հիպոֆիզն է, որ ասում է ուռուցքը կարող են քթից վիրահատել, այնտեղ արտադրվում են մեր բոլոր հորմոնները։ Եվ երբ որ մենք ստրես ենք տանում, հատկապես քրոնիկ ստրեսի մասին է խոսքը, մարդկանց մոտ ինչու է առաջանում զոբ, հա, խփիփ։ Դա չէ որ հորմոնալ գեղձ է, ինքը հորմոն արտադրող գեղձ է։ Այդ էմոցիաների մշտական ստրեսի պատճառով առաջանում է հորմոնալ դիսբալանս, հա, ինչու է օրինակ առաջանում վաղ դաշտանադադար կամ չգիտեմ վիժում, չէ՞ որ այդ ամեն ինչը հորմոնների հետ է կապված, այդ ստրեսային իրավիճակներում, հա, կամ պատերազմներից հետո ծնելիությունը միանգամից աճում է, չէ՞, այդպիսի երկրաշարժից հետո։ Այդ էլի ստրեսից հետո ոնց որ բնությունը կարգավորում է, բայց այդ ամեն ինչի հիմքում ընկած է այս հորմոնալ աշխարհը։ Հիմա էմոցիան հավանաբար հիմքը հորմոններն են, ամեն մեկիս մոտ էլի տարբեր ձևով են այդ չափով են այդ հորմոններն արտադրվում կամ տարբեր չափով են ազդում մեզ վրա, բնականաբար այս ամեն ինչի վրա մեծ ազդեցություն ունի մեր կենսակերպը, հա, եթե մենք սպորտով ենք զբաղվում, եթե մենք չենք ծխում, եթե առատ հեղուկներ ենք օգտագործում, եթե մաքուր սնունդ, մաքուր օդ, մեր ասած գյուղի կանայք առողջ կանայք, կաթմածուն կերած կանայք են։ Հա, իսկ ասենք իմ նման մարդ, որ ամբողջ օրը ստրեսի մեջ է, կեղտոտ երևանյան օդն է շնչում, հա, ոչ նորմալ քուն ունի, ոչ դադար,
մի քիչ ոնց որ ռիսկային գոտում եմ, բայց դժուժ։ Եվ վերջին հարցս, կանանց եւ տղամարդկանց ուղեղի մեջ տարբերություն կա։ Անատոմիական առումով չկա, բացարձակապես չկա, մի քիչ մեծ է տղամարդկանց ուղեղը, բայց տղամարդ էլ կա, տղամարդ է, հա։ Այնպես որ երևի թե որ կշռենք, այդպես տարբերությունը չենք հասկանա կնոջ ուղեղը, թե տղամարդու։ Անատոմիորեն չէ, դե էմոցիոնալ բաների առումով, էմոցիաների կամ օգտագործման առումով ասացի, որ հիմնականում ասում են նրանք ցախ կիսագունդն են, մենք աջ կիսագունդն ենք օգտագործում։ Որպես նեյրոխիրուրգ չէ, տարբերություն չկա, մենակ անոնց մազերը երկար է, սափրելու վրա է ժամանակ գնում։ Վիրահատությունից առաջ։ Վիրահատությունից առաջ։ Շնորհակալ եմ։ Ես եմ անչափ շնորհակալ։ Հույսում եմ չձանձրացրեցի։ Բացարձակ։ Իմ զրուցակիցն է Մարինա Խաչատրյանը, նեյրովիրաբույժ։ Ես վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր նայեցին մեր զրույցը մինչև վերջ, շատ բաց թողնված հարցեր ունեցան։ Եթե դուք ունեք հարցեր, որոնց կուզենայիք, որ բժշկուհին պատասխանել, խնդրեմ, մեկնաբանությունների բաժնում գրեք, մենք անպայման դրանք կկարդանք եւ Մարինա Խաչատրյանի հետ կհանդիպենք նորից ու կրկին հատուկ ձեր հարցերին պատասխանելու համար։ Ես ձեզ մաղթում եմ բարձր տրամադրություն, առողջ ուղեղ, հանդիպելու ենք նորից առայժմ։